Առաջնահերթություններ քննարկումներն ընդգծել են տարածաշրջանային համագործակցության կարևորությունը եւ բաց, ինտեգրված եւ փոխկապակցված տարածաշրջանների կարևորությունը, որոնք կնպաստեն միջաշխարհամասային կապերի ձևավորմանը։ Այս համատեքստում մենք անդրադարձ ենք արել նաեւ խաղաղության եւ կայունության ընդլայնմանը, Հարավային Կովկասում հարատև խաղաղությունը, հարաբերությունների նորմալացումը եւ սահմանների բացումը ոչ միայն օգուտ կբերեն տարածաշրջանին, այլև կամրապնդեն կապերը եւ համագործակցությունը ավելի լայն եվրոպական տարածքում եւ դրանից անդին։ Իհարկե, մենք այսօր քննարկեցինք նաեւ թե ինչպես պետք է ժողովրդավարությունները պայքարեն հիբրիդային կամ խառնածին սպառնալիքների դեմ։ Տիկնայք եւ պարոնայք, Հայաստանը շարունակում է խթանել նախաձեռնողականորեն ընդլայնված փոխկապակցվածության հարթակների ստեղծումը ավելի լայն տարածաշրջանում տվյալ գագաթնաժողովը հաստատում է, որ ԵՔՀ-ն ոչ միայն երկխոսության հարթակ է, այլև հարթակ վստահության ամրապնդման եւ առավել լավ համակարգված եւ առաջահայաց եվրոպական օրակարգերի իրականացման հնարավորություն։ Ես վստահ եմ, որ քննարկումները Երևանում կընդլայնվեն այս գագաթնաժողովից անդին, միաժամանակ նաև կամրապնդեն մեր փոխգործակցությունը եւ փոխընկալումը։ Ես կցանկանայի օգտվելով այս հնարավորությունից իմ լավ բարեկամ Իռլանդիայի վարչապետին դիմելով նշել, որ գագաթնաժողովը կշարունակվի իր երկրում, եւս մեկ անգամ ընդլայնելով այս հնարավորությունը, երախտիկս հայտնում եմ նաեւ լրատվամիջոցներին, տեղական եւ միջազգային, ովքեր իրենց նշանակալի նպաստն են բերել այս չափազանց կարևոր միջոցառումը լուսաբանելով։ Եվ ի վերջո, թույլ տվեք նախագահ Կոշտաձե շնորհակալություն հայտնել կազմակերպման աշխատանքին մասնակցելու համար եւ Հայաստանի Հանրապետության թեկնածությունը առաջադրելու համար այս պատմական գագաթնաժողովը Երևանում անցկացնելու համար։ Հուսով ենք, որ կհամաձայնեք, շատ շնորհակալություն։ Շատ շնորհակալություն։